Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Anti-Fake եւ Ղազարյան versus Ղազարյան։ Այս նախագիծը կրկին հրավիրում է ձեր ուշադրությունը։ Պետրոս Ղազարյանի բացակայության պատճառով մենք արխիվներից պեղել եւ գտել ենք 2025 թվականի ապրիլի վերջին Պետրոս Ղազարյանի մի հարցազրույց քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Լիլիթ Մինասյանի հետ եւ նրա մշակումը մենք կներկայացնենք ձեզ այս թողարկման ընթացքում։ Բաժանորդագրվեք Anti-Fake-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, donation alerts, Patreon, super chat, բանկային փոխանցումներ, օգնեք Anti-Fake-ի թիմին այս եւ մյուս ծրագրերը կյանքի կոչելու համար։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին, այսօր զրուցելու ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Մինասյանի հետ, բարի երեկո Տիկին Մինասյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Պետրոս ջան, քանի որ սա կարևորագույն էր քո մոտ, կարևորագույն իրադարձություն կարևորագույն падգամավոր Լիլիթ Մինասյանը, այդտենց ճիշտ մարդիկ ասեն կարող են նայեն հենց իմանան սովորական падգամավոր է, բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցության կարևորագույն падգամավորի հետ։ Հա, համել ես էլ ասեմ շնորհակալություն։ Տիկին Մինասյան, մի կարևոր հարցեր այսօր պիտի Պետրոսի հետ մենք ես հետ քննարկենք, վերաբերվելու է impeachment-ի թեմային, վերաբերվելու է հայոց ցեղասպանության ճանապարհ։ Մի հատ խնդրում եմ այդ մտքերդ կենտրոնացրու, մի հատ այն փորձառությամբ քո գիտելիքներով, այն Technolife ՍՊ-ում, որ կենցաղային տեխնիկայի վաճառքի մենեջեր եք եղել ժամանակին 2011 թվին, կամ 2012 թվին Վալան Պրոֆ ՍՊ-ի տնօրենի օգնական, որ եղել եք այն շարժական դռներ, կոնստրուկցիաներ, պատուհաններ, բամատ այդ ձեր ամբողջ փորձառ, որտեղ ուրիշ բան դուք մինչև падգամավորել չեք։ Մի հատ խնդրում եմ այդ ձեր գիտելիքների կենտրոնացրեք, որովհետև ցեղասպանության թեմայից կապված հարց են քննարկելու։ Մեզ շատ կարևոր է, չէ՞, Պետրոս ջան, իմանալ, ասենք, մետալոպլաստի դռներ, ասենք, ո՞նց է բացվում, կամ ասենք, impeachment-ի հարց է քննարկվելու, բայց մենք չիմանանք, ասենք, փոշեցծիչը ո՞նց պիտի ծախվի։ Վաճառքի մենեջեր կա դրա համար, որ ասենք թե փոշեցծիչի հարցերով զբաղվում է։ Շատ ճիշտ, շնորհակալ ենք Պետրոս ջան, նման հարցերի վերաբերյալ նման կոմպետենտ մարդ հրավիր, չնայած ԿՊ-ում էլ հրավիրել այդ նույն կոմպետենտություն ունի, բայց այս մեջներից sense ջոկած, ընտրագույն գործիչ, պետական գործիչ, որի հետ մենք հիմա կքննարկենք կարևոր հարցեր։ Գնացինք։ Ազգային ժողովի դիմաց հայտարարվեց հերթական իշխանափոխության մասին, որի մեթոդոլոգիան պետք է լինի impeachment-ը։ Դե impeachment-ն էլ առանց ձեր падգամավորների, այսպես ասած, կրոնափոխման հնարավոր չի լինել։ Եվ ձեր ընդդիմախոսները ասում են, որ ձեզ պահում են վախի մթնոլորտի մեջ։ Մեկնաբանեք խնդրեմ։ Բայց մի րոպե, Պետրոս, ինչ կրոնափոխություն։ Լիլիթ ջան, պիտի դառնա քրիստոնյա, իսլամից հրաժարվում եք, հա, բայց կրոնափոխությունը impeachment-ը ինչ կապ ունի, կամ ձեր падգամավորները որն է, մեր падգամավորները որն է, Պետրոս, падգամավորը սահմանադրության յուրաքանչյուր падգամավոր պարտավոր է վերահսկի կառավարության գործունեությունը եւ անհամապատասխանության դեպքում նախաձեռնի անվստահության գործընթաց։ Հիմա ասենք թե այս աղջիկը բանը մուսուլման է, թե քրիստոնյա է, թե Եհովայի վկա է, ինչ կապ ունի։ Ասեք սրա կրոնափոխության հարցը ինչ ես առաջ բերում, էդի ով է տենց հարց բարձրացրել։ Եթե տեսնում եք, շատ վախեցած եմ, երևի դրա համար էլ տենց եկել եմ ձեր մոտ, որպեսզի մի քիչ փարատեք ձեր իմ վախերը։ Բա Լիլիթ ջան, բա որ վախեցած չլեիր սրա մոտ չէիր գա։ Ղազարյան Պետրոսի մոտ գնալու փոխարեն կգայր Ղազարյան Էդգարի մոտ։ Ղազարյան Էդգարի մոտ սկի պետք է չէ որ դու գաս։ Ղազարյան Էդգարը ինքն է գալի ձեր մոտ ազգային ժողովը, սաղը լսում եք Ղազարյան Էդգարի անունը փախնում եք։ Բա որ վախեցած չես, ինչ ես փախնում։ Դուք եք հայտարարեք քաղաքացիների ընդունելություն։ Ժամը գալիս է, իջի ընդունարանում նստի, այդ հանդիպենք մի հատ այդ հարցերը կնա։ Բա որ վախեցած չես։ Ինչ ես Ղազարյան Էդգարից փախնում, գալի նստում Պետրոսի մոտ։ Բայց ամենայն դեպս սա առաջի գործընթաց չի impeachment-ի եւ այս նախաձեռնության մշտապես բոլոր շարժումների ժամանակ ասել են ընդդիմադիր ուժերը պետք է կոնսոլիդանան, փոկեն ԿՊ-ից падգամավորների, որպեսզի կարողանան impeachment-ի գործընթաց սկսեն։ Սա անտեղյակ է։
Լիլի ջան, մատ այդ փոշեցած իշխալաձենիկ, մալաձենիկ մոռացի դրանք, մատ հələ կենտրոնացի։ Դու լուսամուտ մոռացիր ինչ արել, չես արել, հիմա ծախվելա, չի ծախվել, ջանդամ ծախվի։ Դրանցից մոռացի։ Մատ հələ կենտրոնացի, այսպես իմպիչմենտը առաջինը չի։ Առաջինն է, ոնց առաջինը չի։ Պատմության մեջ երբևէ իմպիչմենտի գործընթաց չի եղել։ Այո, հանրահավաքներ են եղել, հրաժարականի պահանջ ա եղել, բայց impeachment չի եղել, դու տեղյակ չէ, տելևիզոր ունեք դու։ Այսինքն որ դու տելևիզորը ծախել ես, բա մեծ քո համար չես առել աղջի։ Մեծ տելևիզոր առնել տունը դներ, այս հաղորդումները գոնե նայիր։ Այստեղ խնդիրը այնտեղ չի, որ իրանք չեն կարողանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ խմբակցության падգամավորներից որևէ մեկի ձայնը տանեն իրենց կողմ, այլ նրանում է, որ նրանք չեն կարողանում համընդհանուր ընդդիմության տեխնացու առաջադրեն։ Եվ ընդդիմությունը միասնական չի, եւ տեսնում ենք, որ ընդդիմության տարբեր ճյուղավորումներ դրա մասին բազմաթիվ անգամ շեշտում են, չունեն տեխնացու։ Պետրոս, լսում ես աղջիկ ինչեր է խոսում, ասում է քաղաքացիական պայմանագրից մեկի ձայնը տանեն իրանց կողմ։ Ով պիտի տանի, որ կողմ պիտի տանի, ասեք Պետամենը պիտի падգամավորը ինքը իր պարտականությունները կատարի, սահմանադրությունը կարտա, օրենքը կարտա, իր լիազորությունը իրականացնի։ Այսինքն ով պիտի գա։ Լիլի ջան, դու ասենք խո դու, ասենք եթե սպիտակ շորերը հակի եկել ես, խո դու սագ չես, որ մեկը գա քեզի քշի, դու էլ ես կրկռալով ստիցել ես հետա սնդե, որ քո ձայնը, ասենք քշեն տանեն ընդե։ Դες բան արել են քեզ։ Կարող է քեզ ուրիշ տեղեսել է այդ որտե այլ է SM Web Studio ընկերությունում։ Կարող է դեից եկել են քեզ, քշել են, այտենց դու էլ կրկռալով գնացել ես մյուս տեղը, որ հիմա մի ուրիշն է գա, քեզ քշի, տանի քեզ ուրիշ տեղ, չէ, Լիլի ջան, քեզ ոչ մեկ չի քշելու։ Նույնիսկ չի կարելի որ գան քեզ քշեն։ Դու ինքդ պարտավոր ես, ինքդ կարդաս սահմանադրությունը, կարդաս այն նախընտրական ծրագիրը, որով որ դու այս ընկերությունների վաճառքի մենեջերից եկել ես դառել ես падգամավոր, որ հասկանաս падգամավորը ինչ պարտականություն։ Հիմա ասենք որ դու վաճառքի մենեջերը լեիր, լավ փոշեցեցից չծախեիր։ Այդ ընկերության ղեկավարը քեզ ինչ էր անելու։ Անելու էր շպրտես դու, չէ, ասեր գնա լավ ծախո։ Բայց հիմա եթե դու падգամավոր ես ու քո պարտականությունը չես կատարում, այդ վաղ քեզ ինչ պիտի անեն։ Կամ այնպիսի տեխնացու են առաջադրում, որ հանրությունը շատ ավելի մեծ դժգոհություն է առաջացնում հանրության շրջանակներում, քան օրինակ նրանց իրական դեմքերով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դեմքերով հանդես գալը, օրինակ Վազգեն Մանուկյանն էին առաջադրել։ Պետրոս փաստորեն աղջիկ տգետ է։ Վազգեն Մանուկյանը երբեք վարչապետի տեխնացու չի առաջադրվել։ Վարչապետի տեխնացու առաջադրվում է այն ժամանակ, երբ որ որևէ падգամավոր սկսում է անվստահության գործընթաց։ Նման բան չի եղել, վարչապետի տեխնացու երբեք չի առաջադրվել։ Ինչ ասես սրանց Պետրոս։ Քշենք բերենք, Պետրոս բան արա։ Մի օր դու վեր կաս, դու սրան սաղին ճանաչում ես, հեռախոսը հերթով կանչում ես։ Մի օր գնա դրանց, ես քեզ իմ ազգային ժողովում հանդիպումների օրերը կասեմ։ Այդ սագերին, բադերին, ընդ կարող է խոզել լինի, լամայել լինի մեջները, սայրակ կլինի, մինա ինչ կենթանի է։ Այ մարդ ինչ կենթանի ուզում ալի, որին ինչի հետ կնմանացնես գործը, քշի բեր սրանց վարժեցնենք, այ աղբեր։ Վարժեցնենք բան սովորացնենք։ Սրանք սես տգետ են մնացել, տեղյակ ապրում են։ Տեսեք, Տիկին Մինասյան, նու սա նաև երևի այն նպատակով այս գործընթացը, որ ամռան վերջին այլևս պարլամենտը ցրել հնարավոր չի լինի սահմանադրական ուժով, որովհետև եթե չեմ սխալվում, ընտրություններից կես տարի առաջ այլևս հնարավոր չի լինի պարլամենտը ցրել։ Այսինքն դուք դատապարտված կլինեք մնալ իշխանության։ Խեղճերը, արա, ոնց պիտի դիմանան այդ 6 ամիսը Պետրոս, ոնց պիտի դիմանան շանորեն քաշելու։ Հիմա 2026 թվականին ընտրություններ են, եկեք չմոռանանք։ Դու այդ կես տարին նկատի ունեմ։ Եվ սա արվում է նաև այդ նպատակով, այսինքն impeachment-ի վերջին շանսն է։ Բայց երբ որ ես տեսնում եմ այն պերսոնաժներին, ովքեր այդ process-ը գեներացնում են, եւ բոլորս գիտենք ինչ աշճանի անլուրջ են նրանք, նույն ընդդիմության մեջ ընկալվում։ Իմ մոտ տպավորություն է, որ այս սցենարը գրողները ցանկացել են ձեզ օգնել։
անլրջացնելով գործընթացը, հնարավորինս անլրջացնելով։ Պետրոս, այդ պերսոնաժներից մեկը ես եմ, չէ՞։ Այդ որ ասում ես անլրջացնել, ինչ աստիճանի անլուրջ են նրանք։ Այդ մեկը ինչ չէ նկատի ունես։ Պետրոս, այսինքն դու լուրջ ես, այն որ քո կնիկը կրթության նախարարը էդի լուրջ է, որ դու այս գիտելիքներով, այս մակերեսային պատկերացումներով, այդ վիզիտ թորդ մտած վիճակով, այս տարական ինֆորմացիայի բացակայությամբ, ստե միլիոններ է ստանում, էդի լուրջ է, ու դու համարձակություն ունես, ինձ համար ես, բա որ անլուրջ եմ ես, ինչես վախենում իսկ կանչես հարցազրույցի, հենա անլուրջ է, էլի կանչի ձեռք առնես բանկոձը, բան չես վախենում, ու դա գիտես ինչքան լուրջ է Պետրոս, ու քո ապագան գիտես ինչքան լուրջ է, քեզ գիտես ինչ մի հատ լուրջ ապագա է սպասում, հեսա կասեմ ինչ է սպասում քեզ։ Իրականում դա կարելի է ասել, որ մեր օգտին է, բայց իրականում այդ ցավը նման ընդդիմություն ունենալը։ Էսի Պետրոս լուրջ պատգամավորն է, ու ցավը ոչ թե այն է, որ ինքը պատգամավոր է, իշխանությունն է մեր ժողովրդի համար որոշում կայացնողը, այլ ցավը քաշում, որ ընդդիմությունը իր սրտով չի, Ալենի սրտով է։ Ալենն ասում է իր երանելի ընդդիմությունն է, բայց ինքը հələ վերապահումներ ունի։ Հայաստանի Հանրապետությունում նորմալ ընդդիմությունը գրավականն է զարգացած պետություն ունենալու եւ իշխանությունների չլճանալու։ Բայց ցավոք սրտի մենք բախտ չունեցանք նորմալ ընդդիմություն ունենալու եւ ցանկացած ընդդիմության թե շարժում, թե նոր ստեղծված իմպիչմենթի գործընթաց, թե խամաճիկները, որ հիմնականում դուրս են գալիս փողոց այն ժամանակ, երբ օրերը տաքանում են, այդ գործընթացները միայն օգուտ են տվել իշխանությունների եւ այո, այդ թեզը շրջանառում են, որ այս ընդդիմությունը մեզ նվեր է։ Հիմա լսեցիր լուրջը որն է Պետրոս։ Ուրեմն այս սրանց այս լուրջ գործունեության հետևանքով դու առաջիկայում կտենաս թե այս իմպիչմենտը ինչ լրջությամբ, ինչ արդյունքներ է ունենալու, ու դու կհասկանաս քեզ ինչ լուրջ ապագա է սպասում։ Ինձ թվում է քեզ Պետրոս տանելու են Իջևան, որպեսզի մասնակցես խոզ խանձելու գործընթացի։ Այնտեղ էլի մասնակիցներ են լինելու, թեթև կհագնվես, շոկ հալելու։ Պարոն Ղազարյան, եթե գլոբալ խոսենք, մեր իշխանության օրոք ամեն ինչ արվել է, որպեսզի քաղաքական դաշտը առողջանա։ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից սկսած վերջացրած քաղաքական ուժերին շատ ավելի լայն հնարավորություններ տալով, ամենափոքրից մինչև ամենամեծ հավասար հնարավորություններ տալով քաղաքական դաշտում առաջխաղացում ունենալ։ Իսկ ճիշտ է ասում Պետրոս, այդ հարցում ես համաձայն եմ Տիկին Խալաձենիկ Ծախողի հետ, որովհետև շատ բան արվել։ Օրինակ ընտրական օրենսգրքում փոփոխություն արվել, որ երբ որ ընտրությունների արդյունքները իրանց համար ցանկալի չեն, իրանք պարտվածել են կարան չեղարկեն, արտակարգ դրություն հայտարարեն, ընտրությունը չեղարկվի։ Վահագն Հովակիմյանի նշանակել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, շատ լավ հավասար հնարավորություն են ստեղծել բոլոր կուսակցությունների համար, ուղղակի նրանք չեն կարողանում ընտրել։ Իրանց իշխանության օրոք մենակ իրանք են ընտրվում, ուրիշ ոչ մեկ չի կարողանում ընտրվի։ Եթե մեկն էլ ընտրվի, պիտի իրանց համաձայնությամբ, իրանց հայեցողությամբ լինի։ Նույնիսկ ընդդիմությունը պիտի իրանց համար նախընտրելի լինի։ Այդ ձևի ռեֆորմներ են արել իրանց ժամանակաշրջանում, շատ մեծ աշխատանք են տարել։ Հիմա տեսեք, մյուս ասպեկտը, հա, երկու ձերասած դիտողային ընդդիմադիր ֆրակցիաներն էլ հայտարարում են, որ իրենք վարչապետի տեխնացու չունեն։ Այն մի ֆրակցիան ասում է դուք հրապարակեք ձերը, նրանք ասում են դուք հրապարակեք ձերը, ոմանք ակնհայտ ասում են, որ այս իմպիչմենտի process-ը ոչինչ չի տա եւ հերթական հիասթափության կբերի, իսկ այն պերսոնաժները, որ այսօր այդ process-ը սկսել էին, գիտեք, նամակներ են ուղարկել եւ ըստ էության ճնշման ձև է պատգամավորներին, որ գնացեք իմպիչմենտի եւ եթե ասեն չէ, ասել են այ դուք Նիկոլական եք, դուք ընդդիմության կողմից եք, ես էլ որի-որ անգամ իմպիչմենտ չեք ուզում անեք։ Այսինքն սա նաև հարվածի տակ է դնում ազգային ժողովի ինչպես ասիկ տիտրոսային ընդդիմությունը։ Խորհրդարանական։ Այո, ինչը կրկին օգուտ է ձեզ։ Պետրոս, տենում ես ինչքան մակերեսային մտածողությամբ, ինչքան պրիմիտիվ մարդ ես դու։ Այսինքն դու համարում ես, որ քաղաքացին, եթե ազգային ժողովի падգամավորին նամակ է գրում, ասում է падգամավոր, այս մեր երկրի սահմանադրությունից հատվածներ, այս օրենքներից խնդրում ենք օրենքով սահմանված ընթացակարգեր իրականացրեք, կատարեք ձեր սահմանադրական քո ընկալումների մեջ դա համարվում է ճնշում падգամավորի վրա,
Ասենք տարբեր քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաների նամակներ են։ Եթե մի հատ նամակ են գրում, ուրեմն դա ճնշում է դրա վրա, հա, էդի քոնք, պետք է դու տագետների դպրոցն չի չես գնում։ Ես քեզ հլնդե չեմ տեսել։ Այ ապեր գնա տագետների դեպք ձեր այդ էս քու պես մարդկանց համար անդե։ Դու հետ ասանդեն առաջի շարքում էլ կնստես։ Կարաս հետո Աննա Հակոբյանի մի հատ էլ հարց տաս, քեզ կնկարի, կգցի իրա ռիլերի մեջ, ուրիշները լայքեր կդնեն։ Արա դու իսկական տագետների դպրոցի աբրանք ես, այ ախպեր, բայց դա ձեր համար է ստեղծվում։ Պետությունն էլ այդքան փող է ծախսում։ Կեթաս տագետների դպրոց։ Հենա կնիկը ինձ կրթության նախարար ոսկի չի ուզում իր երեխան այնտե դպրոց սովորի։ Բայց դու ինչ ես գնում։ Որ վաղը ես քեզ տենամ տգետների դեմ մի նայ որտե է Երևանում թոչելնի Սիսիանում թոչելնի որտե ուզում նայտես որտե կա հելի գնա մասնակցի ձեր համար է դա դուք եք գետակ Տիկի Մինասյան ԿՊ-ի падգամավոր եք չէ ԿՊ արդեն տգետը մեջն է էլի բայց ձեր համար է պետք է գնաք օգտվեք առավոտից իրիկոնեն խեղճ աղջիկը չարչարվում է հենա գնաց Կատարում էլ արաբականցիերուն փառաթոնին մասնակցեց, եկավ հասավ իր տգետներին։ Յա։ Օգուտ եմ ես թե օգուտ չէ, կարող եմ եկեք սկսենք սկզբից ինչ է տեղի ունեցել ընդդիմության շրջանում, այս տարվա սկզբից սկսած Սերժի խմբակցությունը եւ Քոչարյանի խմբակցության անդամները սկսեցին հերակա լեզվակռիվ ունենալ, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին։ Դիգե մինասը մատ խնդրում եմ ինձ ասեք, էլ ասենք դուք ազգային ժողովի падգամավոր եք։ Ազգային ժողովում կա 3 խմբակցություն։ Մեկը կոչվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցություն, մեկը Հայաստան խմբակցություն, մեկը պատիվ ունեմ խմբակցություն։ Հիմա որ դուք ասում եք Սերժի խմբակցություն, մեկը Քոչարյանի խմբակցություն։ Այդ որ մեկին նկատում։ Այդենց անունով խմբակցություն ազգային ժողովում չկա։ Աչան, եթե դու տգետ ես Անչի չես գնում տագետների դպրոց։ Եթե դա Սերժի խմբակցությունն է կամ Քոչարյանին է, բայց ձերը Նիկոլինն է, այսինքն դու ընդունում ես, որ դու Նիկոլի խմբակցության падգամավոր ես, այսինքն Նիկոլը վարչապետ է, դու վարչապետի խմբակցության падգամավոր ես, բայց մեր երկրի սահմանադրության մեջ դες չի գրած Պետրոս։ Մեր երկրի սահմանադրության մեջ գրած է, որ падգամավորները իրանք են ընտրում վարչապետին ու վերահսկում են վարչապետի։ Եթե վարչապետը իրանց ծրագիրը չի անում, պետք է անվստահություն հայտնեն։ Այս մնաց է իր խալաձենիկների, մեկ է փոշեցծիչների արանքում։ Մեկ էլ սլայդ ոնց է, տենց իրար վրա ոնց են գալի այդ դռները։ Մատ Պետրոս, այս մարդը ինչից հասկանում է։ Դրանից հարցեր։ Այս շատ է իմանում խմբակցությունն ինչ բան է, վարչապետն ինչ է, սահմանադրությունը ինչ է։ Հələ մի հատ հարց ասա Եթե պատը ստեղա, դուրը պիտի գա չխանգարի, ճիշտը որը սենց բացվի, թե սենց բացվի։ Հարց դու մարդը վաճառքի մենեջերն է, իմացել է որը ոնց ծախի։ Գործից հասկացող մարդուն իր գործից պիտի հարցեր տաս։ Անգելեց իմպիչմենտի, ինչ իմանես խեղճ աղջիկին։ Իսկ չգիտեմ ինչ եմա որ իմպիչմենտ չի եղել։ Ես կարծում եմ որ այս գործընթացը դրա շարունակությունն է, եւ ինչու էր այդ լեզվակռիվը ընդհանուր առմամբ Նրա համար, որպեսզի 26 թվականին իմ բարերով ասած տիտղոսային ընդդիմության դերը լինի կամ Սերժ Սարգսյանի խմբակցությանը կամ Քոչարյանի խմբակցությանը եւ մեկը մյուսից առանձնանա եւ ավելի շատ համակիրներ հավաքի որպես ընդդիմություն։ Պետրոս, մատ բան բացատրենք սրան, թե իմաստ չունի։ Լեմատից լսի աղջիկ ջան։ Մատից կարաս ասես, դու որ դառել ես падգամավոր Ոնց է եղել որ դառել ես։ Ասի հիշում ես։ Մատ այդ կարաս մատ կենտրոնացնես հիշողություն, ես իմ համար տունը հանգիստ նստած էի։ Հետո ինչ է լավ, ասի ո՞նց դառնալ падգամավոր։ Գնացել են քո տեխնացությունը, քո անձնագիրը վերցրել ես, գնացել ես, ազգանունդ գրածել է քաղաքացիական պայմանագիր համամասնական ցուցակում։ Ճիշտ է։ Հետո այդ կուսակցությունը ունեցել է նախընտրական ծրագիր։ Այնտեղ գրել եք խոստումներ, որ պետք է Արցախի իրավունքների հարցերով զբաղվեք, որ պետք է Շուշին եւ Հադրութը դեօկուպացիայի ենթարկեք, որ պետք է խաղաղություն հաստատեք, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնեք, տնտեսական զարգացում ապահովեք, կոռուպցիան, սա գրել եք։ Մարդիկ քվեարկել են դրա օգտին, հետո եկելա, ասես սա զերթը զիբիլի վերով անց եկե, հասեք քեզ դու ես դառը падգամ։ Դառել ես падգամավոր, որ ինչ անես աղջիկ ջան։ Հիմա դու չես կարա, չէ՞ փոշեցծիչ ծախես, չես կարա։
Հիմա պիտի քո ֆունկցիաները կատարի։ Ի՞նչն է այդ ֆունկցիան։ Որպեսզի վերահսկես, որ կառավարությունը, որի ծրագիրը դու հավանության եք արժանացրել, դա կատարվի։ Եթե դա չի կատարվում, ուրեմն դու որպես падգամավոր պիտի նախաձեռնես, հենց դու, ոչ թե ինչի խմբակցություն է, այլ դու որպես падգամավոր պիտի այդ գործընթացը նախաձեռնես եւ իրականացնես։ Այդ քո պարտականությունն է։ Հիմա դու քո պարտականությունը չես կատարում, հələ գալիս ես մի հատ էլ հեգնանքով ես խոսում սրա մասին, դրա մասին։ Բայց դու ով ես, դու ոնց ես падգամավորել է։ Դա որ դու падգամավոր ես, падգամավորն ինչ է անում։ Փող է ստանում, հա, ասենք թե հաշվին նստում է մեկ էլ պլետ 850,000 դրամ փող է նստում հաշվին։ Այդ հիմա հիպոթեկա վերցնում, հիմնականում Հայեկոնում բանկից, հա, տուն առնում, ավտո է առնում, այդ հիմա ճամփորդում է։ Բայց էլ ինչ է անում։ Էլ ինչ անում, այսինքն մենակ ժողովրդի ստեղծած բարիկները թալանում է ուտում է, հա? Գործ չի անում, պարտականություն չի կատարում, բայց ո՞րն է իր պարտականությունը։ Պետրոս, որ դեթաս տգետների դպրոց, սրա կողքը կնստես։ Սա ըլնելու է դասից փախնի աշկիս։ Եվ այս գործընթացի արդյունքում, եթե օրինակ դիմել են Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը Դաշնակցության կամ Հայաստան Դաշինքին, որ տեխնացու առաջադրեք, Հայաստան Դաշինքը ասելու է պատիվ ունեմը թող առաջադրի։ Պատիվ ունեմն էլ ասելու է Հայաստան Դաշինքը թող առաջադրի։ Ու տենց իրար մեջ կռվելու են, երկուսն է տեխնացու չառաջադրեն, ստացվի երկուսն էլ մեղավոր են իրենց ընտրողների առաջ։ Աղջիկ ջան, դու ինքդ անձան որպես падգամավոր Էդգար Ղազարյանի նամակը չես ստացել։ Էդգար Ղազարյանը մենակ պատիվ ունեմին ու Հայաստան Դաշինքին է նամակ գրել։ Էդգար Ղազարյանը նամակ է գրել բոլոր 107 падգամավորներին։ Այդ 107 падգամավորների թվում ես նաև դու։ Քույժ գործն է մյուս падգամավորը ինչ կանի, կնախաձեռնի, չի նախաձեռնի։ Դու պետք է քո գործունեության պատասխանը տաս, չէ՞։ Հիմա եթե դու չես նախաձեռնում անվստահության գործը, բայց չես մտածում դրա պատասխանը ո՞նց ես տալու։ Լավ, ասենք Պետրոսին տարան որպես գլխավոր հյուր խոս խանձելու։ Բայց քեզ ինչ են անելու։ Այդ սագի շորերը որ հագեն նստել ես, բայց չես մտածում, բայց սագին ինչ են անելու։ Դե ես կարծում եմ կռիվը նրանում է, թե ով է ավելի լավ ընդդիմություն, ով է ավելի շատ ընդդիմություն։ Եվ ցավոք սրտի, նորից եմ կրկնում, ընդդիմության տեսանկյունները ոչ թե գաղափարախոսության, գաղափարների շուրջ են իրար հետ բախվում կամ հատվում, այլ պիտակավորումների, վիրավորական խոսույթի եւ ատելության խոսքի կիզակետում են հայտնվում։ Երբ օրինակ Սերժի աջակիցներին ասում են դուք եք բերել Նիկոլին, Քոչարյանի աջակիցներին ասում եք դուք եք բերել Նիկոլին, դրանց համար ամենամեծ, այսպես ասած, գաղափարախոսությունը թե Նիկոլին ով է բերել։ Ինչ հանգիստ նստած ձեռը առնում, ասում եմ Քոչարյանյաններն ասում են Սերժն է բերել Նիկոլին, Սերժի կողմնակիցներն ասում են Քոչարյանն է բերել Նիկոլին, բայց ինքը հոլավ գիտի որ Ալիևն է բերել Նիկոլին, ասում եմ մենք վստահ ենք որ Ալիևն է բերել, բայց իրանք իրար հետ սխալ բանավեճի մեջ են մտել, էլի, որովհետև իրականում Ալիևն է բերել, բայց մեկը հենց գիտի թե Սերժ Սարգսյանն է բերել, էլ հենց գիտի թե Ռոբերտ Քոչարյանն է, իսկ ինքը գիտի ճշմարտությունը, դրա համար լսած իր բարձրունքից նայում է ու ծիծաղում է նրանց վրա։ Ոչինչ, ոնց բերել է, նրանց էլ կտանի, քեզ էլ հետները կտանեն, ու այդ թուրքերը քեզ կանեն այն, ինչ որ մինչև հիմա ոնց որ հասկանում են ոչ մեկ չի արել, համենայն դեպս կենսագրությունից։ Նու օրակարգ կար, օրինակ վերջին մի քանի օրը նրանք ձեզ մեղադրում են ուրացման մեջ եւ ասում են որ այ ցեղասպանության օրակարգը պետք է մտնի արտաքին քաղաքականություն, իսկ դուք մերժում եք։ Շատ հետաքրքիր թեմա բարձրաձայնեցիք, ինձ համար շատ մեծ ցավ է եղել այս օրերի ընթացքում հետևել թե ընդդիմադիր մամուլին, թե քաղաքական գործիչների խոսույթը, եւս վերջերս էլ ազգային ժողովում մեծ բանավեճ տեղի ունեցավ մեր գործընկերների հետ ընդդիմադիր, որ ցեղասպանությունը դարձրել էին հերթական անգամ քաղաքական դիվիդենդ շահելու սակարկման կամ ցեղասպանության թեման անընդհատ շահարկելու թեմա։ Ես բազմիցս հայտարարել եմ ցեղասպանությունը ոչ ընդդիմության, ցեղասպանության ողբերգությունը, ոչ ընդդիմությանն է պատկանում, ոչ իշխանությանը։ Ցեղասպանությունը անհերքելի փաստ է։ Ցեղասպանությունը անհերքելի է, դեռ ինչ խելոք աղջիկ ասում եմ իր ասելուց ստացվում է որ ցեղասպանությունը ոչ մեկի գործը չի, ոչ մեկ մի խառնվեք։ Դա մեր իրանց թուրքերն են արել,
Իրանց թուրքերը ցեղասպանություն արել են ու դրա մասին ինչա պետք անել Պետրոս, պետքա լռել, պետքա մոռանալ, ասես գնա կորի, որովհետև եթե մեկը հանկարծ ցեղասպանության մասին խոսում է, դա ի՞նչ է նշանակում, որ նա շահարկում է։ Ուրեմն ցեղասպանությունը չի կարելի հենց դրա մասին մեկը խոսած, ուրեմն շահարկում է։ Քաղաքական դա համար պետքա թուրքերն արել են, ցեղասպանվել են հայերը, շատ լավ, պետքա սուսմա։ Հետո գալիս է մի 100 տարի անցնում է, Արցախում են ցեղասպանություն իրականացնում։ Պետքա լուր, հանգիստ դրա մասին չխոսել։ Հակառակ դեպքում ստացվի, որ շահարկում են։ Ինչ չի կարելի պետքա մոռանալ, անցնի, գնա։ Եղավ Պետրոս ջան։ Ցեղասպանությունը մեր համար հայոց ողջ ազգի համար մեծ ողբերգություն է եւ դա դարձնել քաղաքական դիվիդենդի կամ սակարկման առարկա մեր քաղաքականությունը չի։ Վերջ։ Իրանց քաղաքականությունն է մատնել մոռացության։ Հիմա ասենք 2023 թվին ադրբեջանցիները հարձակվել են Արցախի վրա։ Արցախի ժողովրդին ենթարկել են ցեղասպանության եւ բռնի տեղահանության։ Իրանց քաղաքականությունը ի՞նչն է։ Դրա մասին խոսը։ Եթե հանկարծ մեկը դրա մասին խոսում է, ինչ անում։ Շահարկում է։ Շահարկումն էլ անթույլատրելի է։ Հիմա խոսենք ցեղասպանության շուրջ շահարկումների ընթացքը ինչպես տեղի ունեցավ, որպեսզի մեր հասարակությունը լավ պատկերացնի, թե ինչ է անում ընդդիմությունը։ Հայաստան դաշինքը բերում է նախագիծ եւ ինչքան ես եմ մտաբերում, սա առաջին նախագիծը չի, ելի մի անգամ էլ է բերել, քրեականացնել ցեղասպանության զշտումը։ Ես մանրամասն եմ Տիկին Մինասյան։ Նրանք ասում են, այո, կա քրեական օրենսգրքում նման կետ, բայց այն նեղ է, որոշակի շրջանակի պարագայում է դատապարտում, երբ որ դա հիմնված է ատելության, խտրականության եւ այլ հողի վրա։ Եթե այդպես չի մերժումը, ստեղ բաց կա։ Նրանք ասում են բացը լրացնենք։ Եվ ասում են մենք չենք հասկանում, ինչի իշխանությունը կողմ չի քվեարկում, ինչ կա դրա մեջ։ Այս տարիների ընթացքում այդ հոդվածը երբևէ չի կիրառվել, որտեղ ոչ աշխարհում, ոչ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա մեկ հայ, գետ մեկ հայ, ունեն որ կա։ Ներողություն ավարտեմ, չկա մեկ հայ, որ կարող է կասկածի տակ դնել ցեղասպանության իրողությունը։ Պետրոս, ես հասկացա։ Փաստորեն հայերը կասկածի տակ չեն դնում։ Հայաստանում ապրող թուրքերն են կասկածի տակ դնում։ Իսկ հիմա Հայաստանում եթե ինչ-որ օրենք ընդունվում, ում սրտով պետք է լինի Պետրոս։ Թուրքերի, իսկ թուրքերը ինչ կապ ունի որտեղ են ապրում։ Թուրքիայում են ապրում, հեսա Հայաստանում են ապրում, հեսա ավելի շատ պիտի գան ստե ապրելու։ Այս կասկածի տակ են անկապ հայերն են էլի։ Ընկել են մեյդան։ Շահարկում են։ Եկեք խնդրի մյուս կողմից գանք։ Ինչի են հիմա բերում այդ օրակարգը։ Ինչի են բերում այդ նախագիծը։ 105 ամյակին ինչի չեն բերել կամ երբ որ նրանք են իշխանության եղել, որտեղ նոր քրեական օրենսգիրքը արտատպված է նախկին օրենսգրքից։ Ու շատ պարզ, որովհետև մինչև 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը Հայաստանում չի եղել երբևէ մի պաշտոնյա, որը առհասարակ կասկածի տակ դնի հայոց ցեղասպանության հարցը, որ ուրանա հայոց ցեղասպանությունը, որ հերքի հայոց, այսինքն անհրաժեշտություն չի եղել։ Հիմա այդ օրենքի նախագիծը առաջ են բերում, ընդ որ մենակ այդ օրենքի նախագիծը չի, հայակվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունները դրա մասին, չէ՞, ասում է քրեականացնենք հայոց ցեղասպանության մերժումը եւ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Հիմա հայ ժողովուրդը եկել ասում է անհրաժեշտությունը առաջացել, որովհետև մինչև հիմա դրա կարիքը չի եղել։ Ով եղել է Հայաստանում պաշտոնյա, ջանքա ներդրել, ամեն ինչ արել է, որպեսզի հայոց ցեղասպանությունը ճանաչվի դատապարտի միջազգայինորեն, ինչը նաև մեր անկախության հռչակագրի պահանջ է։ Բայց հիմա քանի որ թուրքերով եկել եք Հայաստանում իշխանությունը զավթել եք, նոր անհրաժեշտություն ասում ենք, այ քեզ բան, փաստորեն կարես էս բանն լինի, որ Հայաստանում պաշտոնյա լինի, որ կասկածի տակ դնի հայոց ցեղասպանությունը։ Մի հատ չգիտեմ, Քոչարյան Անդրոնը լինի, որը գա ասի ցուցակը տվեք, մեկը գա ասի կարող է մենք էինք մեղավոր, որ մեզ ցեղասպանություն, մեկը կարող ասի արա կարող է հանկարծ հայերն են ցեղասպանության ենթարկել թուրքերին, բայց ի նոր իրողություն է, դες բան մենք չենք տեսել, դրա համար դրա կարիքը չի եղել, նորա դրա համար էլ էս նախաձեռնությունը կա։ Քաղաքականացնել ողբերգությունը, ես կարծում եմ մեր ընդդիմության լավագույն գործելավոճն է եղել այս ընթացքում։ Ոչ միայն ցեղասպանությունն են իրեն քաղաքականացնում,
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը, Լեռնային Ղարաբաղի կորուստը, պատերազմը։ Սար Պետրոս քիչ առաջի չի ասում։ Ասում է, չէ, ցեղասպանության մասին խոսելը շնորհա քաղաքականացնել։ Հենց ինքն է խոսում։ Արցախի մասին ասում, ո՞նց կարելի է խոսել Արցախի։ Խոսել Արցախի մասին, բռնի տեղահանության մասին, ունե զրկման մասին, ժողովրդի զրկանքների պատերազմի, դա քաղաքական է։ Ո՞նց կարելի է քաղաքական։ Չի կարելի քաղաքական։ Պետք է մատնել լռության։ Չի եղել այդպես։ Այմար չի եղել։ Վերջ, վերջացավ գնաց։ Իգիմյասյան, հետ գանք թեմային, ես ձեր ասածը հասկանում եմ, բայց դա իմ հարցի պատասխանը չէր։ Ինչու կողմ չեք քվեարկում։ Որտեվ արդեն կա մեր քրեական օրենսգրքում նման նախագիծ։ Իրանք ասում են լրացնենք։ Լավ, ասենք, դու շեշ ես արա։ Իսկ ո՞նց ինչի իրանք կողմ չեն քվեարկում։ Դու չգիտես իրանք ինչի կողմ չեն քվեարկում։ Այդ որ թուրքն է ընդունե, որ իրանք ցեղասպանություն են իրականացրել։ 1000-ից մեկն է Թուրքիայում առաջավոր մտավորականներ, պատմաբաններ կան, որոնք համարձակություն են անում դա ասեն։ Հեն էլ հիմնականում Թուրքիայից դուրս ապրող։ Ո՞նց իրանք ասեն այդպես բան։ Բա որ ասենք թե այս աղջիկը ընդունի, որ եղել է հայոց ցեղասպանություն, գնի քվեարկի, հստակ սահմանեն, ասեն հայոց ցեղասպանության ուրանալը քրեական հանդիպատես, հետո Էրդողանն ինչ ասելու։ Հետո Էրդողանը չի, ինչ ասելու։ Բայց մարդիկ ում առաջ են հաշվել։ Դու գիտես հայ ժողովրդի առաջ են, ինչ կապ ունեն իրանք հայ ժողովրդի հետ։ Հայ ժողովրդից խաբել են իշխանությունը, զավթել են, թուրքին են ծառայում։ Հիմա բայց թուրքը չի ասի, այ աղջի ջան։ Էս ինչ արիր։ Բայց դրա պատասխանը ո՞նց է տալու։ Մենակ ինքն է, այդ իրանց ամբողջ քփեյով։ Դրա համար չէ։ Դու ասես չեմ հասկանում։ Շաշ ես դու արա որ չես հասկանում։ Խնդիրը այդ կեղծ օրակարգին տուրք տալն է։ Ինչ ասում կեղծա կեղծ, իրանք ասում են կեղծ է այդ օրակարգը, ես ապացուցեցի այս պարագայում իրանք ասում են, որ չկա դատապարտման մերժման դեպքում պատիժ եւ եկեք սահմանենք այս քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է ցեղասպանության ժխտման կասկածի տակ դնելու համար ինչպիսի պատիժ է պետք եւ այդ հստակությունը անգամ նրանց վերած օրինակով կա եթե նրանք ասում են որ ասում է ատելության հիմքով իրանք ասում են նույնիսկ առանց ատելության հիմքի առանց ատելության հիմք եկեք դատապար ինչ կա եկեք հասկանանք Պետրոս արդեն դու համը հանում ես արա կարող է դու հայ ես արա Ինչ ես խոսում։ Հանդիմության ասածները կրկնելով արդեն կապել է զորով ասպես բերեք ընդունեք բերեք։ Կարող է դու ես հայար։ Դնում ես այս աղջիկը նորմալ բացատրում, ասում է չէ, այ մարդ պետքա չքաղաքականացնել, պետքա մոռացության տալ ու գնա։ Դու կապել ես, բերեք ընդունենք։ Հիմա ինչ են ասում ընդդիմադիրները, նրանք մի քիչ ռացիոնալ ընդդիմադիրները։ Նրանք ասում են լավ մենք ձեր գիծը հասկանում ենք, ըմբռնում ենք։ Դուք ուզում եք Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցենք, այդ ճշնամանքը վերանա, Ադրբեջանը ստորագրի խաղաղության այդ համաձայնագիրը եւ չեք գնում ավելորդ տաքացման, ավելորդ սրման, ինչ որ միտեղ լուր եք մնում, ինչ որ մի բան չեք ասում եւ այլն, դա մեկնաբանության հարցը ենթադրենք կտենց է։ Բայց ասում են հարգելի իշխանություններ, նույնիսկ այդ պարագայում ձեր վարած քաղաքականություն մենք արդյունքներ չունենք։ Դուք համաձայնվեցիք եւ Ադրբեջանին զիջման գնացիք, իրենց պահանջները կատարեցիք, տեքստը ասեցիք համաձայն ենք, մեկը չեն ստորագրում։ Թուրքիան սահմանը մեկը չի բացում։ Այսինքն իրենք ասում են ձեր ճիշտ ցանկություններով հարաբերություններ հաստատել, նորմալացնել երկու ճշնամի պետությունների հետ քաղաքականությունը այս ճանապարհով չի տալիս արդյունքներ, փաստ։ Հիմա սկսել են կրակել, Թուրքիան էլ ոչ մի ձեր սահմանը չի բացում։ Պետրոս չհասկացա, էլի, ես լուրջ եմ ասում։ Այսինքն դու մտածում ես, որ այս մարդկանց արածից ով պիտի արդյունք ստանա։ Հայաստանը։ Բայց ով ասում, որ իրանք այդպես նպատակ ունեն։ Ուրեմն այս մարդիկ գնացել են, չարչարվել են, Ադրբեջանը թուրքական հեղափոխություն են արել, որ Հայաստանի համար արդյունք լինի, հա։ Այս մարդիկ արդյունքներ են ապահովում Ադրբեջանի համար, արդյունքներ են ապահովում Թուրքիայի համար։ Հայաստանը ինչ կապ ունի ստե։ Հայաստանը դրա համար է, որ իր հաշվին այդ ամեն ինչը կատարվի։ Ադրբեջանը ինչ էր ուզում։ Արցախ։ Չունեն այդ արդյունքը։ Ուզում։ Ադրբեջանը ուզում էր ոչ միայն Արցախ, որը այլև նաև հայ չապրի։ Չունեն։ Ունեն։ Ադրբեջանը ինչ էր ուզում, որպեսզի տարոշից տարածքներ ունենա։ Չունի։ Ունի։ Ադրբեջանը ինչ էր ուզում, որ Հայաստանի բոլոր խոշոր բնակավայրերի գլխին սահմանային այդ բոլոր դիրքերը իր վերահսկողության տակ լինի։ Չունի։
Դա էլ էս մարդկանց նպատակը, արդյունք, ապահովել են այդ արդյունքը, ինչ ես ուզում ես մարդկանցից։ Նշել ենք մեր ուղեծիրը ու հստակ գնում ենք այդ ուղությամբ։ Տեսա՞ր Պետրոս, ուղեծիրը նշել ենք, ասում է, գնում ենք այդ ուղությամբ, խաղաղության անվան տակ ադրբեջանական շահերի սպասարկում։ Որ 2022-23 թվականին կնքված պայմանագիր չկա։ Կա Թուրքիայի հետ որևէ հիշում եք պայմանավորվել եք որ դիվանագետների համար կբացվի եւ այն չկա, չեն բացել։ Այսինքն ասում են դա չի բերում արդյունքի։ Նորից եմ կրկնում, հետևողական աշխատանքը միշտ բերելու է արդյունքների։ Եթե մեզ 2020 թվականի պատերազմից հետո ասեին, որ մենք կունենանք 12 կիլոմետրանոց սահմանազատված սահման, մենք կունենանք առաջին միջպետական փաստաթուղթը Հայաստան-Ադրբեջանի միջև սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համաձայնագրի տեսքով, ոչ մեկ չէր հավատա մեզ։ Իսկ դու այս սահմանը որտեղ ունեք։ Սահմանազատված, սահմանագծված սահման, դե սահման գոյություն չունի։ Հələ Ադրբեջանին հարցրու, ասած այդ սահմանազատումը արվի, ասում է չէ, ընդամենը մենք տարածքներ ենք ուզել, տարածքները հանձնել են մեզ։ Սահմանազատումը նոր պիտի սկսենք, այն ամենավերևի կետից, որը մինչև հիմա չեն սկսել։ Այն որ ասում ես ունենք համաձայնագիր վավերացված, այդ ում կողմը Ադրբեջանը չի վավերացվել այդ համաձայնագիր։ Այդ միայն Հայաստանն է վավերացրել, էլ ինչի համար, որ սահմանադրական դատանը կայացնի այնպիսի որոշում, որի քննադատության համար ինձ տանեն դատեն։ Այդ է կարե դուք ինչ համաձայնագրեր եք կնքել, ոչ մի համաձայնագիր չունեք։ Ոչ մի սահմաններ չունեք, բայց արդյունքում Ադրբեջանը ունի այն, ինչ ցանկացել է որ ունենա։ Այդ էլ ում շնորհիվ է ձեր ոնց որ ասիկ նպատակասլաց, նպատակադրված քաղաքականության արդյունքում։ Թուրք են, Պետրոս էս մարդիկ, ինչ շատ է որ ասենք սրա ազգանունը Մինասյանը։ Այնքան ալնում որ ասենք թուրքերը փոխում են ազգանուն շփոթության ստեղծելու համար։ Այնքան ալնում Այդ ხო չի նշանակում, որ ինքը պարտադիր պիտի հայ լինի կամ հայկական, կարա նաև հայ լինի, դավաճաններն ովքեր են։ Այն մարդկին ովքեր հայեր են, այս երկրի քաղաքացի են, բայց ծառայում են թուրքերին։ Էտա։ Մեկը չի, երկուսը չի, բայց շատը չեն, ասեմ քեզ, սաղ իրար հետ մի երկու գլուխ ամրանք են։ Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ մենք հասանք նրան, որ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման սահմանագծման հանձնաժողովի կանոնագիրքը ընդունվեց միջպետական ընթացակարգերով եւ Հայաստանում եւ Ադրբեջանում, որի մեջ հստակ նշված է 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնել։ Սուտ եք ասում կամ ավելի շուտ տգետեք չեք իմանում, որոնց հստակ գրած չի, դե գրած ասում Ալմաթայի հռչակագրով մինչև այն պահը, երբ որ կողմերը կգան նոր համաձայնության։ Այնտեղ հստակ չի Ալմաթայի հռչակագիրը։ Ալմաթայի հռչակագիրն էլ Հայաստանում վավերացված չի։ Դա իրավական ոչ մի նշանակություն չունեցող փաստաթուղթ է։ Ինչ էր ասում Պետրոս։ Ճիշտ եք ասում։ Հիմա տեսեք, ճիշտ եք։ Նույն գործ։ Քո համար դա ճիշտ է, էլի, բա իհարկե ԿՊ-ական է խոսում, ոնց կարաս դու ասես ճիշտ չի ասում։ Ուրեմն ԿՊ-ականը ինչ ասում է ճիշտ է ասում։ Այդ դու զոմբի ես, Պետրոս, ԿՊ-ի զոմբի ես դու, որ ինչ ասեն, ասես ճիշտ է ասում։ Անընդհատ զիջումներ արտահայտությունը մեր ընդդիմությունը ոնց որ շատ է շահարկում եւ Արա, այս ցեղասպանության հարցը անդադ շահարկում են, այդ Ղարաբաղի հարցը անդադ շահարկում են, այդ զիջումների հարցը շահարկում են, այդ պատերազմի հարցը անդադ շահարկում։ Արա դե հերիքա էլի շահարկեք։ Արա սուս, չեն կարել սուս վերենգնեք տեղները, ախպեր թողեք այս մարդիկ աշխատեն։ Թողեք այս մարդիկ տան Ադրբեջանին, ինչ Ադրբեջանը, արա ոնց կարելի է այդքան շահարկել։ Մեկը էլ նմանից ասում է Տաուշի մարզից 4 գյուղ իր տարածքներով, ան չես շահարկում։ Ան չեք շահի տարածքները մերը չեն եղել, ես իմ ումն են եղել։ Պետք է տալ Ադրբեջանին։ Մեկը գալիս ասում է Գորիս Կապան ճանապարհը փակում։ Շահարկում է։ Արա փակա ուրիշ տեղով գնա, ջանդամը գնաս, մի գնա ընդհանրապես, հն չեք շահարկում։ Կապանից գալիս ասում է, ճակատեն գյուղից չեն գարում գա, չեն գարում եք ջանդամը գնաք, ուրիշ տեղ գնացեք, մի շահարկեք արա այս բաները։ Հիմիկն ասում է, ադրբեջանցիներն եկեն նստել են Ջերմուկի գլխին։ Արա տուրիստական քաղաք է եկել են, բա ինչ անեն արա, տուրիստ չգա մեր երկիր։ Բա ինչ, թողնենք Ռուսաստանից գա տուրիստները։ Ես իմ Եվրոպան, հարևան երկրները պիտի գան, ախպեր տուրիստ պիտի գա մեր երկիր։ Շահարկում են։ Համար ես մարդը անհանգստություն է հայտնում։ Հենա ես է ջղայնացա արդեն։ Դրանք է շահարկում են, դրանց ասածները կրկնում ես։ Սահման ասում է Թուրքիա ջանդամը բացվի, ինչի՞ դա պետք Թուրքիայի սահմանը։
Չի ստացվում ասում, այս չիլում են չիլում։ Իա։ Ոնց որ հայերն են սարա։ Ես իրականում երբ հարցնեմ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ինչ է զիջվել։ Ոչ մեկ չի կարող այդ հարցի պատասխանը տալ։ Հայաստանը երբ սուվերեն տարածք ունեցել որ մի հատ հենա մեր վարչապետն ասում է որ Հայաստանի հիմիկվա տարածքի 60-ից 70%-ը Ադրբեջանի գործող սահմանադրության պատկանում Ադրբեջանին։ Հիմա վաղը միշտ մեր վարչապետը որ վերցեց Սյունիքի մարզը, Վայոց ձորի մարզը ամբողջությամբ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տաուշի, Լոռու, Շիրակի մարզից հատվածներ ոնց որ ասելա տա Ադրբեջանին։ Դուք պետք է շահարկեք էլի։ Ասեք Հայաստանի սուվերեն ոչ վարչապետը երբ ասել որ դրանք Հայաստանի սուվերեն տարածքները չեն դրանք Ադրբեջանի սահմանադրությամբ իրաց պատկանող սկզբից ասում է հետո հանձնում է հանձնելուց հետո գալիս են այս մարդուն շահարկում են ասում են ինչի տարածքները հանձնեցիր երբ հա դա եղե Հայաստանը երբ հա տարածք ունեցե դες չի եղել դրանք պատմական ադրբեջանական տարածքներ են Երևան հայերը ոչ մի Երևան Էդիվան պատմական ադրբեջանական քաղաք հիմա վաղը միշտ այս մարդիկ որ Երևանը հանձնեն պիտի ելեք շահարկեք հա էլի հերթական անգամ այդ ձեր խայսյաթի համաձայն պիտի ելեք շահարկեք այս մարդկանց դնեք անհարմար վիճակի մեջ երբ որ իրենք հստակ ուղենիշը ունեն եւ հստակ շարժվում են իրանց ուղեգծով հեսա կշարժվեք ձեր ուղեգծով Իրանք վերցել են մեր հողերը, ըստ ձեզ մենք ունենք իրանց հողերը։ Մենք իրանց հողերը տվել ենք իրան, իրանք մերը չեն տալիս մեզ դեռ։ Շահարկում է հայելը։ Էլի դու շահարկում ես Պետրոս։ Պետրոս դու այսօր լրիվ համը հանեցիր։ Դա սահմանազատման հանձնաժողովի դա փաստա չէ։ Սահմանազատ, որտեվ այդ տարածքում չկար։ Դրանից հետո երբ իջնում ես ներքև գնաց, չէ, գոնե առնվազն։ Միտեղից պետք էր սկսել։ Ու իրանց ուզած տեղից սկսեց այդ մի տեղը, պատահական։ Հյուսիսից սկսելը, թե ներքևից սկսելը, ասելու էին ստեղել իրանց կողմից։ Ենթադրենք Չէ, սկզբից օրինակ բանից էին ուզում։ Գորիսի տեղ գյուղի հատվածից, որպեսզի Լաչինի միջանցքը փակեն, քանի դեռ Լաչինը կար, ասում էր սահմանազատում այդ հատվածում պետք է անենք, որ սահմանային հակարի կամրջից ուղեկալը դնեն փակեն։ Հետո քանի որ Նիկոլ Փաշինյանը ուրիշ ձևով Արցախը հանձնեց հոկտեմբերի 6-ի հայտարարությամբ այդ Լաչինի այդ 5 կիլոմետր հատվածը այլևս արանքից դուրս եկավ։ Ադրբեջանը ասաց գնացինք Տաուշ, Տաուշում ունեք տարածքներ մեզ հանձնելու, այնտեղից է։ Հետո ա որոշում։ Շեֆ կա է աղբեր, Իլհամ Հեյդարիչ։ Տենց է։ Մեր ընդդիմության խնդիրը այն չի, որ ինքը այդ ճիշտ չի ասում։ Մեր խնդիրն է, որ ինքը այլընտրանք չի առաջադրում։ Ոնց լսում ես, ոչ մի այլընտրանք չի ասում, բացի ուռա հայրենասիրական բաները։ Հա էլի մեր ընդդիմությունն էլ հանձնում եք, արա դա է քեզ բան։ Չեք ուզում Տաուշից հանձնեք, ասեք որտեղից հանձնեք։ Պետրոսի պատկերացումները տիկիններ, ունեք ինքը ինչ ասում ախպեր, ընդդիմություն դու դեմ ես, որ Տաուշից գյուղեր հանձնեն։ Դե ասա որտեղից հանձնենք։ Կոնկրետ, որտեղ մենք պիտի այդ Ադրբեջանի պահանջները կատարենք, չէ՞։ Այլընտրանք առաջարկեք։ Ադրբեջանը տարածքներ է ուզում։ Ասում եք Զանգեզուրի միջանց չենք հանձնում։ Ասելով է, բա որտեղից եք միջանց հանձնում։ Այլընտրանք, եթե չեք առաջարկում, ուրեմն սուսպուս նստեք Զանգեզուրի միջանց կհանձնեք։ Այլընտրանք է պետք։ Չէ, հիմա տեսեք, ես ընդդիմադիր եմ, ասեմ կարգավորենք, Արախպուր Պետրոս, միթոմ ընդդիմության դարդը մեզի քիչ էր, հələ դու էլ գազ դառնաս ընդդիմադիր, հա։ Այդ ընդդիմությանը մենակ դու էիր պակասում, էլի։ Ախպորպես դու ընդդիմություն մի էլի։ Դու այտենց է մնա որպես Պետրոս։ Շատ լավ է, կարևոր հարցը կարգավորել եք եւ սահմանազատել եք։ Կեցեք, հիմա մերը եփա լինելու։ Երբ շարունակվում է աշխատանքները, եւ բարբերաբար Աստված գիտի երբ, մոտավորապես այդ եք, չէ՞ հիմա ասում։ Ոչ, Աղազարյան, այդ երբ հարցի պատասխանը իրանց արդեն առարկայական կա, չէ՞ ամսաթվով։ Բա մերը եփենք իմանալու։ Հարցի պատասխանը մենք ունենք, իրանցը չի, մեր սահմանն է, մենք ունենք հաստատված սահման։ Հայաստանի Հանրապետությունը այլևս հեղեղուկ չի։ Այն եփա հաստատվելու Տիկին Մինասյան։ Հաստատվելու է աշխատանքների ընթացքում, երբ ամբողջ սահմանով տեղի ունենա սահմանազատումն ու սահմանակցությունը։ Դե դուրս եկավ, ասած Աստված գիտի երբ։ Չէ, պարոն Ղազարյան, երբ հարցնում են, երբ հստակ պատասխան են տալիս, հավատացեք, տենց քաղաքական ուժ չկա, որ ճիշտ է ասում, եթե հստակ պատասխանը ունի երբի։ Դա բանակցությունների բարդ փուլ է, աշխարհակահաղական տարբեր շահերի համընկնում է միևնույն կետում եւ միևնույն ժամանակ։ Եթե մարդիկ մտածում են, որ բանակցությունները սենց ուղղակի 1-2 թուղթ իրար փոխանակելով դրանով բանակցություններ են անվանում, ոչ։ Գիտես ինչ նկարագրում Պետրոս, ասում է, երբ թուղթ են, այդ հայ-ադրբեջանական շփումները էլեկտրոնային եղանակով դրանք ուղարկում են, սրանք նայում են, գրում են դրանց, դրանք վերցում են սրանց գրածները ջնջում են, մնում է իրանցը, վերջում ասում են, էսի համաձայնեցված կետեր է։
պետք է ստորագրեք։ Սրանք ասում են, հա, պատրաստ ենք ստորագրենք, բայց որտե՞ղ ստորագրենք, օր ասեք ստորագրենք։ Դրանք ասում են, չէ։ Մինչև ստորագրելը պետք է սահմանադրությունը փոխեք, պետք է Հայաստանում ադրբեջանցիներ բնակեցնեք, դրանց պետք է արտոնություններ տրամադրեք, փոխհատուցումներ տրամադրեք, այդպես էլ ստորագրելով չի, էլ այսպես մատի վրա խաղացնում են, որովհետև Պետրոսյան, իրանք գիտեն, որ Հայաստանի ազգային ժողովի падգամավորը Խալաձենիկ ծախող է, իսկ Հայաստանի վարչապետն էլ вообще չես իմանում իսկի ով է, օգտվում են մարդիկ այս արտոնություններից։ Սաղ ճիշտ եք ասում, բայց դա իմ երբի պատասխանը չի։ Այսինքն դու քո երբի սաղ պատասխանները ստացար, այս մի երբի պատասխանել չստացար։ Սենց այս մի հարցն է մնաց անպատասխան։ Շատ ուժեղ զրույց ստացավ այսօրվա մեր զրույցը։ Դա ձեր երբի պատասխանը չի, որովհետև երբի հստակ չլինելու պատասխանը նա է, որ գոյություն ունի շատ կոմպոնենտներ արտաքին քաղաքականության բանակցային փուլում, որը ազդում է այդ երբի հստակության վրա։ Հիմա կոմպոնենտները ազդեցին մեր ժամանակի վրա, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այդ կոմպոնենտները Պետրոս ժամանակի վրա որպեսի շատ չազդեն, սրան ուղարկում ես իմ մոտ հանդիպման, ասում ես Պետրոսով այդ հարցը չի լուծվի։ Սուսուփուս Ղազարյանը տես երբ է գալի ազգային ժողով, կեթաս ազգային ժողովի հանդիպման, մենակ իրան չէ, բոլորին շարվե շարան, եղավ, որովհետև սրանց գնալու տեղը վերջում ելնելու է լավ չասեմ։ Շնորհակալություն։ Մեր հյուրը քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Մինասյանն էր, կհանդիպենք ցտեսություն։